Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք սեպտեմբերի 25-ը։ Մերձավանի կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել։ Քննիչը նրան հարցաքննել է։ Քննչական կոմիտեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի հոգեհանգստին մեծ թվով մարդիկ են մասնակցել, այդ թվում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանների ուղեկցությամբ։ Հայաստանում համաներում չի սպասվում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, թե չի կարող ասել, Արմավիրում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնանկություններ կլինեն, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին, նաև հանդիպել Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին նոր ատոմակայան կառուցելու գործում։ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Հայաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Բանակցությունների ու զրույցների առանցքում առաջնահերթ երկկողմ հարաբերությունների զարգացումն էր և տարածաշրջանային կայունությունը։ Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի ռազմական էլեկտրաենթակայանը ոչնչացնելու մասին։ Ուկրաինան էլ իր հերթին հաստատել է Դաշնության տարածքում մի շարք հաջող հարվածներ, այդ թվում Նովորոսիսկի նավահանգստի վրա անօդաչուների հարձակումը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ ՄԱԿ-ում երկու պետության սկզբունքով բանաձևի ընդունման և Պաղեստին պետության ճանաչման նոր ալիքի ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, թե Պաղեստին պետություն չի լինելու, նրա մուտքը իր տարածք Սլովենիան արգելել է։ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ն արդյունավետ է անվանել պատերազմ ապրող երկրների համար։ Ուկրաինայի նախագահը նաև ահազանգել է, որ այժմ ընթանում է մարդկության պատմության մեջ ամենակործանարար սպառազինությունների մրցավազքը, որում ներգրաված են արհեստական բանականությունն ու անօդաչու թռչող սարքերը։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին 5 տարվա ազատազրկման է դատապարտել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիից նախընտրական քարոզարշավի նպատակով անօրինական միջոցներ ստանալու համար։ Հիշեցնեմ, Սարկոզին պետական այցով եղել է Հայաստանում, Երևանի Ֆրանսիայի հրապարակին նվիրել Ռոդենի քայլող մարդաարձանը։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Մինչ վաղը։